Եվ այսպես կպատժի արդյոք Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին հարգելի հեռուստադիտողներ, քաղաքական, եթե կուզեք քաղաքագիտական, աշխարհաքաղաքական աքսիոմն այն է, որ կորցնելով Հայաստանը, Ռուսաստանը կորցնելու է նաև Ադրբեջանին։ Ճիշտ է, Ռուսաստանի Դաշնությունում կան շատ եւ ազդեցիկ շրջանակներ, որոնք հակառակ կարծիքն ունեն, մասնավորապես ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինով, նաև վերջերս բավականին ծավալուն նամակով էր հանդես եկել, դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իրենց սթափության կոչ անելով, ասելով, որ պետք է կանգ առնեն եւ այս արճակատումը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ որևիցե լավ տեղ չի տանելու, բայց արձանագրենք հետեւյալը, որ այնուամենայնիվ այդ լարումը, այդ արճակատումը երկու կողմերի միջև կա։ Այլ հավասար պայմաններում Ռուսաստանը իհարկե իրեն չպետք է թույլ տար կորցնել իր ներկայությունը, ազդեցությունը հետ խորհրդային տարածքում, բայց տեսեք ինչ է կատարվում Ուկրաինայում եւ պատկերացրեք թե ինչպիսի սխալներ է ընդհանրապես նորանկախ ռուսական պետականությունը կատարել 1991 թվականից սկսած եւ զարմանալի չի լինի նաեւ այն թե ինչքան է նա զիջել իր դիրքերը մեր տարածաշրջանում եւ այդ զիջման արդյունքում է որ մենք հիմա խոսում ենք այն մասին որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև կա արճակատում։ Պատկերացրեք ընդամենը մի 8-9-10 տարի առաջ դուք չէիք էլ կարող հանդիպել նման արձանագրումների։ Հիմա եկեք ավելի առարկայական խոսենք թե ինչ է կատարվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, ինչու են այդ հարաբերությունները սրվել։ Շատերը ասում են, որ իհարկե պատրվակը այդ հայտնի ինքնաթիռի հետ կապված պատմությունն է, բայց իրական պատճառն այն է, որ Ադրբեջանը արդեն վաղուց մեր տարածաշրջանում հանդիսանում է պաշտոնական Լոնդոնի պրոքսին եւ շատերը դա հասկանում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունում։ Նաեւ այն, որ դա Լոնդոնի պրոքսին է հանդիսանում, հետաքրքիր տեղեկատվական որոշակի էքսպերիմենտից ելնելով մենք կարող ենք այս ամեն ինչը հասկանալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչ են նշում ռուսական փորձագիտական շրջանակները, որ ռուսական կողմի հարվածները Ադրբեջանին լինելու են ոչ միայն միջպետական հարաբերությունների համատեքստում, այլ լինելու են նաեւ ադրբեջանական բիզնես ներկայացուցիչների շահերի համատեքստում, իրենց շահերի համատեքստում Ռուսաստանում, մասնավորապես բրիտանական տեղեկատվական ցանցը ներկայացնող ալիքներից մեկը Նեզիգարը բավականին հետաքրքիր տեղեկատվություն էր զետեղել ընդամենը մի քանի օր առաջ, որտեղ նշվում էր, որ ամենահարուստ ադրբեջանցիներից մեկը գործարար Գոդ Նիսանովը կարող է հայտնվել ռուսական իշխանությունների թիրախում, ավելի կոնկրետ ներքին գործերի նախարարության թիրախում Վլադիմիր Կոլոկոլցևի թիմի հետ կապված Գոդնիսանովը ունի բավականին լուրջ խնդիրներ, ավելին խոսվում է այն մասին, որ խնդիրները սկսել են դեռևս 2023 թվականին, ավելին խոսում է նույնիսկ այն մասին, որ Գոդնիսանովը կարող էր դիմել Էրդողանին, որպեսզի նա միջնորդեր այդ բոլոր եղած խնդիրները լուծելու համար, բայց քանի որ Ռեջեփ Տայիպ Էրդողանը այլևս Պուտինի ֆավորիտների ցանկում չէ, ոչ ոք Գոդնիսանովին չի կարող օգնել, այդ իսկ պատճառով կա շատ մեծ հավանականություն, որ նրա կապիտալները, ակտիվները Ռուսաստանում ունենալու են ոչ դրական իր համար ապագա։ Արձանագրենք նաև հետևելը, սա եթե ադրբեջանական բիզնես շահերի մասով է Ռուսաստանի Դաշնությունում, բայց մենք նաև տեսնում ենք, որ նաև պետական, միջպետական հարաբերությունների մակարդակով ադրբեջանցիներին հարվածներ են հասցվում, խոսքը առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գնահատականներին, որը փաստացի նշեց հետևյալը, որ Արցախի հանրապետությունը, Ղարաբաղը երկար տարիներ եղել է վիճելի տարածք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ֆիքսենք կարևորը չի ասում, որ դա Ադրբեջանի տարածք է, դա վիճելի տարածք է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, բայց այնտեղ նաեւ կարևոր արձանագրում էր հետեւյալ համատեքստում, նա խոսում էր Ղարաբաղի մասին ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, նաեւ նշում էր հետեւյալը, որ եթե հիմա պատերազմը Ուկրաինայում կասեցվի եղած սահմանների շփման գծի համատեքստում, ապա դա կհանգեցնի նրան, որ տարածաշրջանը վերածվելու է մի նոր Ղարաբաղի, Ուկրաինան փորձելու է ինտեգրվել ՆԱՏՕ-ին եւ իր դաշնակիցների հետ մեկտեղ հետագայում փորձելու է պատերազմ սանձազերծել, ինչը հանգեցնելու է մոլորակի ավարտին, որովհետեւ աշխարհը կպրծնի հենց այն պահից սկսած, երբ որ կողմերից որևիցե մեկը ատոմային զենք կիրառի։ Արձանագրենք նաեւ հետեւյալը, որ փաստորեն Ադրբեջանի եւ Ուկրաինայի գործողությունների միջև հավասարության նշան է դրվում, ինչն էլ արձանագրել է նաեւ Վլադիմիր Մեդինսկին։ Մենք պետք է արձանագրենք նաև հետևյալը արդարության համար, որ
Մեդինսկ ու գնահատականներից հետո ադրբեջանական արտաքին գործերի նախարարությունը գրեթե անմիջապես հետո հարցազրույցը լույս տեսնելուց հետո արձագանքեցին Մեդինսկ ու գնահատականների, նաև հասել էին նրան, որ փորձում էին ուղղորդել Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդականին, օգնականին, ասելով թե ինչ հայտարարություններ անելու իրավունք նա ունի, թե ոչ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին արդեն ադրբեջանական ԱԳՆ-ի արձագանքից հետո որոշակի գնահատականներ տվեց, ասաց, որ Ռուսաստանի Դաշնության համար Ղարաբաղը դա ադրբեջանական տարածք է եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը կասկածի տակ չեն դնում, բայց դրանից հետո արդեն պետական լրատվամիջոցներից մեկում ՌԻԱ Նովոստիում հետևյալ տեղեկությունը հայտնվեց, որ ՌԻԱ Նովոստի աղբյուրների փոխանցմամբ ճիշտ է ռուսական կողմը Արցախի պատկանելությունը Ադրբեջանի կասկածի տակ չի դնում, բայց միևնույն ժամանակ իրենք ակնկալում են, որ Ադրբեջանն էլ կասկածի տակ չդնի Ղրիմի պատկանելությունը, ավելին ճանաչի Ռուսաստանի տիրապետությունը նոր 4 շրջանների նկատմամբ մի բան, որ Իլհամ Ալիևը չի կարող իրականացնել։ Դա մի պայման է ռուսական կողմից, որը Ադրբեջանին դրդելու է Ռուսաստանի Դաշնության հետ, բախումների դրդելու է, կոնֆլիկտի։ Շատ պարզ պատճառով Ադրբեջանի նախագահի կապիտալը գտնվում է բրիտանական տիրապետության տակ, այդ կապիտալի արկայությունը Բրիտանիայում նաև դրդելու է Ադրբեջանին սրել իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, սա այն պատմական հնարավորությունների պատոհանն է, որը Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, Արցախահայության համար վաղ թե ուշ պետք է բացվեր։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև առճակատման կամ պատերազմի, ինչպես ուզում եք մեկնաբանեք։ Պարադոքսը այս իրավիճակում գիտեք որն է, որ մենք փոխանակ օգտվենք այս իրավիճակից։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում է մի իրավիճակում, որ մենք Ադրբեջանի ձեռքում խաղաթուղթ ենք, շատ կարևոր հաղթաթուղթ ենք նույնիսկ, որովհետև Նիկոլ Փաշինյանի արկայությունը, նրա կառավարության արկայությունը, նրա քաղաքական կուրսը Ադրբեջանը կարող է օգտագործել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության շահերի մեր տարածաշրջանում շատ տարբեր ձևերով, պարտադրել օրինակ Նիկոլ Փաշինյանին դուրս բերել Հայաստանից 102-րդ ռազմաբազան, պարտադրել Նիկոլ Փաշինյանին դուրս բերել սահմանապահ զորքերը։ Ադրբեջանը իսկապես այդ հնարավորությունը ունի եւ սա մենք ցավով ենք արձանագրում, բայց նաեւ պետք է ամփոփելով մեր այսօրվա զրույցը նշենք հետեւյալը. Պարզ մարդկային եւ նաեւ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պատմական այս կարևոր փուլում չափազանց կարևոր է, որ Հայաստանը ներկայացված լինի նոր քաղաքական դեմքով, որը չի կրի պարտության խարանը, որը նաեւ հնարավորություն կունենա Ռուսաստանի հետ, որը առճակատման մեջ է մտնում Ադրբեջանի հետ, կառուցել բարեդրացական, ռազմավարական դաշնակցային բնույթի հարաբերություններ, դրանից կախված է եւ Հայաստանի Հանրապետության ապագան եւ առնվազն արցախահայերի վերադարձը մեր պատմական հայրենիք։ Մտածեք այդ մասին։